Ընտանիքի անդամները ոնց են այդ ամեն ինչի մեջով անցնում։ Քիչ առաջ ասացի, չէ, որ պետք է ամեն ինչը սառը տանեն, այսինքն ոչ մի ծայրահեղության մեջ չընկնեն։ Իրականում, բայց այդ ծայրահեղությունը լինում է։ Այսինքն ձևանում է մի հատ արատավոր օղակ։ Հարազատի մոտ սկսում է բացասական ապրումներ։ Տարբեր բնույթի, այդ մեղադրանքները, պատկերացեք գիշերներ չի քնում ինքը, չգիտի ոնց փրկես մարդուն, բայց շարունակում է, չէ։ Ու երևի շատ անգամ ինքը մեղավոր ազգում։ Ինքը մեղավոր ազգում, ինքը նրան է մեղադրում, նա նրան է մեղադրում, դա կոչվում է փոխկախելություն։ Ու հարազատի համար շատ կարևոր է այդ արատավոր օղակը կտրելը, դուրս գալ դրա մեջից, ու իհարկե շատ բարդ է այդ բացասական ապրումները չունենալը։ Այդ բացասական ապրումներից զերծ մնալը, ավելի պրոդուկտիվ փոխհարաբերություն կառուցելը, դա երկուսն է փրկում է վերջում։ Պետք է հասկանա մերձավորը, որ ստե զոհը այդքան էլ ինքը չէ, այլ իր դիմացինն է, հիվանդություն նրան ունի։ Ու ինքն է նրան փրկողը, ոչ թե նա իրան։